Ասում եմ Վրաստանը մի 500-550 տարի եղել է Թուրքիայի տիրապետության տակ։ Ուկրաինան մի 300-350 տարի, մի մաս է Ուկրաինայի։ Մոլդովան մի 450 տարի եղել է Թուրքիայի տիրապետության տակ։ Հիմա տես, Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա 4 հատ քրիստոնյա ժողովուրդ եղել են Թուրքիայի տիրապետության տակ։ Հիմա դրանցից ոչ մեկը գենոցիդի չի ենթարկվել Թուրքիայում։ Ոչ մի ազգ, բացի հայերից։ Դրանք գումարած, այդ բոլորը հայերի հետ միասին մտել են սովետի կազմ։ Մոլդովան հետից մեծացել է իր տարածքը, ինքս այդպես որպես ազգել չէ, ռումինական ժողովրդի մի մասն էր, բայց եղել է այսօր մոլդովացի ազգ։ Վրաստանը ձեռքաբերել Աբխազիա, Օսեթիա, Բաթումին հետ տվին, Սուրմալուն տեղը տվին, Վրաստանը ձեռքաբերել։ Ուկրաինան էլ չասած, Հունգարիայից, Լեհաստանից, Ռումինիայից սաղից հող եկալ է։ Ծավալվել է։ Մոլդովան ասի, Վրաստանը ասի, մենակ Հայաստանը սովետ մտնելուց 60 քանի հազարանոց երկիրը դարել է 29000։ Հիմա եթե մեր ազգն ամենախելացին, երկու օրինակ եմ բերում, այդ բոլոր եղել են Թուրքի տակ ոչ ոք գենոցիդի չի ենթարկվել բացի հայերից։ Այս մյուս սովետի ռուսի թեմավել, բացի հայերից սա շահել են մենակ հայերն են կորցրել։ Հիմա հայը ավելի խելացի է, քան դրանք։ Մարդիկ կամ մեծամիտ, չգիտեմ, ամբարտավան ինչ իր մասին երևակայող, ոչինչ չեն